Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ եկեցի անուն քո, եկեցե արքայություն քո, եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի, ըսած մեր հանապազորդ տուր մեզ այսօր, եւ թող մեզ պարդիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյաց մեզի չարե, Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն, իմաստություն հոր Հիսուս, տուր մեզ իմաստություն, բարին խորհել, խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ, եւ չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից փրկիր մեզ, եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս։ Նստեք սիրելիներ, բարի եկեք, Տեր օրհնի բոլորիս խաղաղության ու սիրո մեջ պահի։ Այսօր շարունակելու ենք Եփեսացիների նամակի 3-րդ գլուխը 4 համար պիտի այսօր սերտենք 14-ից 17 համարները, որտեղ թվագրված է այսպես Պողոս Արաքյալի աղոթքը կամ Քրիստոս ինչպես պետք է մեր մեջ բնակվի։ Մենք անցյալ անգամ տեսանք, թե Պողոս Արաքյալը ինչպես փորձեց ցույց տալ, որ Քրիստոս պետք է գա մեր մեջ բնակվի, ամեն ինչ Քրիստոսով պիտի բովանդակվի, եւ մենք էլ այդ առաքելության մեջ արդեն համարձակություն ունեցանք Աստծուն մոտենալու իբրև զավակների, Աստված էլ մեզ համար հայր դարձավ։ Այս աղոթքը, որ 14-ից 21 համարներն է, որ կես այսօր պիտի անենք, կեսը հաջորդ շաբաթվա մեջ, շատ զորավոր աղոթք է, որովհետև պիտի տեսնենք ինչքան կարևոր խնդրանքներ ունի Պողոս Արաքյալը, ոչ միայն այս աղոթքը եփեսացիների համար է, այլև մեզ յուրաքանչյուր մարդու համար է, որովհետև ասում է, ինչքան որ բաժանումներ կան մարդկանց մեջ, դրա համար եմ աղոթում, որպեսզի մարդիկ Քրիստոսով իրար ներեն, հաշտվեն, միավորվեն, որպեսզի մենք մարդիկը սիրո մեջ հաստատվենք, արմատանանք, ներքին մեր մարդու մասին մտածենք, ոչ թե այս արտաքին մարդու մասին ավելի շատ մտածենք, եւ հետո հաջորդ շաբաթ կտեսնենք պիտի խոսի Քրիստոսի սիրո խորության, երկարության, լայնության ու բարձրության մասին, թե ինչքան խորը սեր ունի Քրիստոս, լայն, երկար, ձիգ սեր ունի մարդու հանդեպ եւ ինչպես կարող է մարդ այդ սիրով փրկվել։ Եվ քանի որ մենք այլևս համարձակություն ունենք, հիշում եք օրինակը, որ պատմեցի, որ սրբոց վարակույրը փակ էր, մենք քահանապետը տարի մեկ անգամ կարող էր մտնել, աղոթել իր եւ ժողովրդի մեղքերի համար, բայց Քրիստոսով այդ վարակույրը պատռվեց եւ յուրաքանչյուր մարդու համար Աստված, որ բոլորի համար Տեր էր, քրիստոնյաներս համար արդեն հայր դարձավ եւ մենք կարողացանք այդ հասանելիությունը ձեռք բերել մեր հորը, նաեւ ինքներս մեր քայլելով մոտենալու եւ Աստծո հետ մեր հաղորդակցություն ունենալու համար։ Այսօրվա ամբողջ խորհուրդը 4 համարների մեջ պիտի խոսեմ հիմնականում աղոթքի, ներելու, սիրելու եւ ներքին մարդու փոփոխության մասին։ Տեսնենք ինչ ասում 14-15 համարների մեջ։ Ահա թե ինչու ծնկի եմ գալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի հոր առջև, որից իր անունն է ստանում ամեն ազգատո երկնքում եւ երկրի վրա։ Ուրեմն տեսեք, ասում է ահա թե ինչու, հիշում եք ինչպես վերջացրեցինք, չէ, որ արդեն համարձակություն եթե ունենք, հիմա այդ դրա համար ես արդեն ծնկի եմ իջնում մեր Տեր Հիսուս Քրիստոսի, այսինքն Հայր Աստծո առջև, որից բոլորն են անուն ստանում, թե երկնքում, թե երկրը յուրաքանչյուր մարդ ու ազգատող։ Ուրեմն Պողոս Արաքյալը այստեղ աղոթում է յուրաքանչյուր մարդու համար, յուրաքանչյուր ազգատողմի ընտանիքի համար, որպեսզի ովքեր որ իրար մեջ բաժանումներ ունենան, ամեն ինչ Քրիստոսով բովանդակվի, այդ Քրիստոսի միության մեջ մտնեն։ Գալու է մի օր, որ այլևս չեն լինելու տարբեր եկեղեցիներ, տարբեր կառույցներ, բոլորը Քրիստոսով պետք է մեկ եկեղեցի դառնան, ինչպես որ մենք ամեն անգամ հավատամքը ասելուց ինչ ենք ասում, հավատում ենք մեկ եւ ընդհանրական եկեղեցուն, չէ՞։ Մեկ եւ ընդհանրական այն եկեղեցուն, որ Քրիստոս հիմնեց, բայց մենք մարդիկս բաժանեցինք, ամեն մեկս մեր անունները դրեցինք այդ եկեղեցիների վրա եւ սկսեցինք մեկս մյուսի դեմ պայքարել։ Եվ պիտի գա օրը, որ բոլորը պիտի միավորվեն Քրիստոսի մեկ եկեղեցու մեջ, որտեղ այլևս տարբերություններ, անուններ չեն լինելու, այլ պիտի ասենք Քրիստոսի եկեղեցիներ։ Եվ սրա համար է, որ Պողոս Արաքյալը աղաչում է Հայր Աստծուն։ Երկրորդ սիրելիներ, հնուց ի վեր եկեղեցին ընտանիք է եղել եւ յուրաքանչյուր մարդ, ով մտել է այդ եկեղեցու մեջ, ինքը դարձել է Աստծո ընտանիքի անդամը։ Եվ քանի որ այդ ամեն յուրաքանչյուր ընտանիք ունի գլուխ, եկեղեցի գլուխը Տերը մեր Հայր Աստված է։ Դրա համար Հիսուս Պողոս Արաքյալն ասում է,
հոր առջև եմ ծնկի իջնում, աղոթել որ բոլորով դուք եկեղեցու մեջ միավորված լինեք, միախմբված լինեք, միաշունչ ու միախորհուրդ լինեք։ Թեև Պողոս Արաքյալը այստեղ բանտում էր գտնում, սա էլ կարևոր մեկ օրինակն է, բանտը ինչ անում մարդուն, գիտեք, բանտը մարդուն ինքը այսպես ջարդուփշուր է անում, շատ քիչ մարդ կարող է բանտում չկորցնել իր ազատությունը։ Հիմա այստեղ Պողոս Արաքյալը թեև բանտից էր այս նամակը գրում, բայց երբեք որևէ մեկը Պողոս Արաքյալի աղոթելու ազատությունը չգողացավ։ Սա շատ կարևոր է, այսօր մարդիկ դրսում են, բայց չունեն աղոթելու ազատություն, որովհետև չեն կարող աղոթել, ժամանակ չունեն աղոթել, եւ գիտեք, որ աղոթքը նաեւ ամենաբարդ գործն է, ամենադժվար գործն է այս կյանքում։ Ցանկացած գործ, չէ, հարթուկ օրինակ, ցանկացած բան կարող ենք շորը հարթուկել, ցանկացած բան կարող ենք ճաշ շփել, որտեղ կիսատ թողենք, երբ ուզենք կարող ենք շարունակել։ Բայց երբեք մարդը չի կարող աղոթքը կիսատ թողել, հետո երբ ուզենա շարունակել, որովհետև նախ միջավայրը պիտի տրամադրող լինի, քո հոգեվիճակը պիտի պատրաստ լինի, դու ինքդ պետք է պատրաստ լինես այդ ազատության մեջ աղոթելու։ Պարտադրված աղոթք երբեք ցանկալի չէ Աստծուն։ Աստված ուզում է, որ մարդը որտեղ էր որ լինի, իր աղոթքի ազատությունը չկորցնի։ Եվ այստեղ Պողոս Արաքյալը արդեն ցույց է տալիս, որ բոլորի համար է աղոթում։ Մի հատ տեսնենք, թե ինչու է ծնկի գալով աղոթում։ Ինչպիսի աղոթքներ կան, չէ՞։ Հрьяաները օրինակ ինչպես էին աղոթում սիրելիներ։ Հрьяաները կանգնում են միշտ, կանգնած եւ ձեռքերը այսպես արած, իրենք այսպես են աղոթում Աստծուն միշտ։ Մենք քրիստոնյաներս ինչպես ենք աղոթում, նաեւ ծնկից, չէ՞։ Եվ այս ձեռքերը ձեռնամաց ձեռքեր ունենք, սա ինչ աղոթքն է, փառաբանական աղոթքն է, ապրեք, սա գոհաբանական, խնդրողական աղոթքն է, սա փառաբանական աղոթք։ Այսինքն իրենք միշտ այսպես փառաբանության մեջ էին Աստծուն աղոթում եւ իրենք երբեք չէին խնդրում։ Սա շատ կարեւոր է, խնդրողական եւ Աստծուն գոհություն հայտնելս աղոթները շատ կարեւոր մարդու կյանքի մեջ։ Եվ իրենք ծնկի չեն իջնում։ Հիմա Պողոս Արաքյալը հիշում եք, ինքը փարիսեցի էր, կրոնական դաստիարակություններ, բայց ասում է ես ծնկի եմ իջնում իմ հոր առջև։ Ինչու համար է ցույց տալիս, որ պետք է հոր առջև ծնկի իջնել։ Մինչև որ ծնկի չիջնես Հայր Աստծո առջև, սիներ չխոնարհվես, դու չես կարող Աստծո երեսը տեսնել։ Եսայի մարգարեության մեջ Հիսուս որ կրկնում է ավետարանի մեջ, ինչ ասում է, ես ում մեջ պետք է բնակվեմ, եթե ոչ հեզերի եւ խոնարհների մեջ։ Ուրեմն մինչև մարդը չխոնարհվի, ինքը չի կարող Աստծո երեսը տեսնել։ Սա շատ կարևոր սկզբունք է, որ մարդը պետք է պահի։ Հիմա Պողոս Արաքյալը մեզ այդ աղոթքն է սովորեցնում, որ պիտի խոնարհվես, որ կարողանաս Աստծո երեսը տեսնել։ Մենք ինչու ենք մեղաների ժամանակ ծնկի իջնում, չէ՞։ Որտեղ որ դու ծնկի ես իջնում, նաև այստեղ երրորդ կարևոր խորհուրդն է Պողոս Արաքյալը դնում, որ կարևորը սրտի իրական ծնկի իջնել, որ սիրտը խոնարհեցնի մարդը։ Նույնքը մարդը կարող է ֆիզիկական շարժումով ծնկի իջնել, բայց իր սիրտը երբեք խոնարհ չլինի։ Օրինակ բանտում հանդիպում են մարդիկ, ասում են. «Տեր հայր, կարող ենք մենք այսօր այստեղ ծնկի չիջնել, մեր սրտի մեջ ծնկի իջնենք, հետո երբ որ դուրս գանք այստեղից, ազատության մեջ ծնկի կիջնենք», որովհետև բանտում ծնկելը այսպես երբեմն ամոթ են համարում իրենք, բայց մարդկանց առջև չեն, չէ՞ խոնարհում, մենք Աստծո առջև ենք։ Ուրեմն խոնարհությունը եւ խոնարհեցնելը դրանք տարբեր բաներ են։ Մարդիկ կան, որ իրեն ստիպում են, որ խոնարհվեն։ Չէ՞, այսինքն մարդիկ անենք ստիպված են խոնարհվել, օրինակ պաշտոնյաների, թագավորների, իշխանների առջև խոնարհվում են, չէ՞ մարդիկ, որտեղ ստիպված երբեմն։ Բայց Քրիստոսի առջև կամավոր է շատ մարդու խոնարհ սիրտը, որովհետև երբ որ դու մեղաների ժամանակ էլ ծնկ ես իջնում, նաև դու քո սրտի մեջ ես թափանցում տեսնելու թե ինչ խնդիրներ ունես այնտեղ, որ պետք է կարողանաս շտկել, որպեսզի կարողանաս Աստծո երեսը տեսնել։ Եվ Աստծո առջև եթե մեկը ծնկի չիջավ, չկարողացավ ծնկի իջնել, ինքը նաև հաջորդն է գալիս, չի կարող սիրել։ Եթե դու Աստծո երեսը չես տեսել, դու չես կարող նաև մարդկանց երես ուզենալ տեսնել։ Եվ ինչու են այսօր մարդիկ խուսափում իրար աչքերի մեջ նայել, որովհետև չկա այն սերը, վստահությունը պարզ նայելու իրար աչքերի մեջ, սիրելիներ։ Մեր նշանավոր հայր զինվորականներից մեկը մի գեղեցիկ խոսք ունի, ասում է. եկեք չկորցնենք իրար աչքերի մեջ մաքուր նայելու իրավունքը։ Այդ մաքուր իրավունքը, որ դու կարող ես մեկի աչքերի մեջ նայել, առանց կեղծիքի, առանց շողոքորթության, առանց դավաճանության, առանց չարության, դա ամենամեծ իրավունքն է, որ աղոթքի ազատության միջոցով մարդը ստանում է։ Դրանից ավելի գեղեցիկ իրավունք չկա։
երբ մի օր մեծերից մեկին հարցնում են, ասում են, որ կենդանիներն են վտանգավոր, ասում է գիշատիչներից զրպարտիչը, իսկ ընտանի կենդանիներից շողոքորթը։ Այսինքն այս երկու կենդանիները երբ որ կան մարտարարածի մեջ, գիշատիչն ու զրպարտիչը, շողոքորթը շատ վտանգավոր է մարդու կյանքը, որովհետև ինքը միշտ մտածում է ինչպես հարձակվել իր որսի վրա, ինչպես այդ մարդուն չարություն անելով, վատություն անելով իր նպատակին հասնել։ Եվ Պողոս առաքյալ այս տեսում այս ծնկի է միջնում հոր առջև, խոնարհության է հրավիրում մարդուն, որ սիրտդ խոնարհեցրու Աստծուն։ Ինչպես է ասում Ներսես Շնորհալին, սեր անուն Հիսուս, քո սիրով ճմլիր իմ քարացած սիրտը, չէ՞։ Քարացած սիրտը ոչի չխոնարհեցնես, չի կարող ճմլվել, քայքայվել, այն վրայի ախտը մաքրվել, որպեսզի Հիսուս կա։ Եվ Եսայի մարգարեությունը կարդաք 6-րդ գլխի մեջ, որտեղ ասում է տեսա Աստծուն նստած իր գահին եւ հրեշտակները երգում են սուրբ, սուրբ, սուրբ զորությունները, որ մենք պատարագին երգում ենք, ասում է հրեշտակն ինձ ասաց, եւ երբ ես տեսա նրան, ասում է վայ ինձ, եւ ես մի տառապած մարդ եմ, ինչու եմ այստեղ կանգնել մնացել, չէ որ ես մարդ եմ, ինչու եմ ասում է կանգնած մնացել, ասում է վայ ինձ, որ ես Աստծո սրբությունը, զորությունը տեսա, ու ես շարունակում եմ կանգնած, ասում է վայ ինձ, ես մի պարզ մարդ եմ, ասում է, մեղքով մարդ, ինչու ես մնացի կանգնած։ Իսկ Հովհաննեսը իր հայտնության գրքի մեջ ասում է, եւ երբ տեսա նրան, ընկա նրա ոտքերին, ինչպես մեռել։ Երբ որ տեսա Աստծուն, ընկա նրա ոտքերը։ Եվ տեսեք Մովսես մարգարեն, երբ որ բարձրացավ Սինա լեռը պատվիրանները վերցնելու, երբ որ իջավ, ինչ կար գցած Մովսես մարգարեի վրա, հիշում եք, դեմքի վրա քող կար գցած, չէ՞։ Հարսանեկան քողի պես քող կար դեմքին գցած, որովհետև իր ֆիզիկական աչքերով չէր կարող նայել Աստծո լույսին։ Իրավունք չուներ տեսնել, որովհետև Աստծո երեսով որ տեսներ կմահանար։ Եվ այդ քողը որ դրված է, այդ խոնարհության համար է դրված, որ մարդը մինչև չխոնարհվի չի կարող։ Երբ որ Հիսուս էլ իր աշակերտների ոտքերը լվաց, ինչ ասաց. ես որ Տերս, վարդապետս ձեր ոտքերը լվացի, այս գործողությունը ձեզ համար արեցի, դուք էլ իրար համար եք, եւ դրա համար եկեղեցիներում կաթողիկոսը, եպիսկոպոսները, այսինքն բոլոր հոգեվորական, ովքեր որ այդ խորհուրդը կատարում են ոտել նվայի, այդ խոնարհությունն են ցույց տալիս, որ մենք ոչ թե ֆիզիկապես ենք խոնարհվում, խոնարհություն ենք ցուցաբերում, այլև իրականում ձգտում ենք այդ խոնարհությանը, առանց որի հնարավոր չէ։ Ուրեմն Պողոս առաքյալ այստեղ ցույց է տալիս նաև տեզերքի հոգևոր կողմը, չէ՞, ասում է, ես խոնարհվում եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հոր առջև, ում անունն են ստանում երկնքում եւ երկրի վրա գտնվող բոլոր ազգատոհներն ու անունները։ Ինչ անուն տվեց մեզ Աստված։ Իր որդու անունը չէ տվեց մեզ, այսինքն Քրիստոս, քրիստոնյա նշանակում է օծյալներ, չէ՞, եւ Հիսուս անունն էլ նշանակում է փրկիչ, փրկվածներ։ Ուրեմն մենք քրիստոնյաներս օծյալ փրկվածներ ենք եւ դրա համար ասում է ամեն օր եկեղեցիների մեջ ավելանում էր փրկվածների թիվը։ Ինչու համար պետք է Հայր Աստծուն խնդրել, սիրելիներս։ Ուրեմն ամեն ինչ, ամեն ազգ, ազգատոհ այս աշխարհի մեջ Աստծուց է չէ ծնվել, այսինքն այդ ամեն ինչի արարիչը Աստված է, թե երկնքի, երկրի, երբ որ կարդում ենք Ծննդոց գիրքը, տեսնում ենք Աստված ինչպես ամեն օր 6 օրում ստեղծեց երկինքը, ինչ որ կա նրա մեջ, եւ 7-րդ օրը հանգստացավ։ Եվ այդ օրինակով էլ մարդը 6 օր աշխատում է, 7-րդ օրը, որ Տիրոջ օր է նշանակում Կիրակին, մարդը պետք է հանգստանա։ Եվ այս ամբողջ արարչության մեջ Աստված ամեն ինչ ստեղծեց։ Հիմա այստեղ որ ասում է երկնքում եւ երկրի, այսինքն թե երկնային, թե երկրային ազգատոհները։ Ինչ ենք մենք հասկանում երկնային ազգատոհ։ Ուրեմն խոսք այստեղ մեկնիշները երկու մասերի են բաժանվում, սերներ երկու խումբ կա։ Առաջին ասում որ այս երկնայինները հրեշտակներն են։ Հրեշտակներին Աստված չէ ստեղծեց։ Եվ ասել են որ ինչ 9 դասեր ունեն, չէ, հրեշտակ, այսինքն հրեշտակներն էլ ոնց որ երկրի վրա կան թագավորը, իշխանները, պաշտոնյաները, երկնքում էլ հրեշտակները 9 դասերով իրենց պաշտոնները եւ իրենց գործողությունները ունեն անել։ Օրինակ սերոբեները, քերոբեն, աթոռները, ասենք Աստծո գահն են պահում, հրեշտակները Աստծո խոսքն են բերում այստեղ։ Հասկացաք ինչի համար այս ամենը։ Ուրեմն հրեշտակներն էին եւ երկրայինները էլ մարդկային ցեղներ։ Երկրորդը, որ ես ինքս էլ ավելի կողմ եմ այս տեսության հայրերի մեկնության, ասում եմ որ այս ազգատոհները
քրիստոնյա հավատացյալ ժողովուրդ են։ Մենք երկու մասի ենք բաժանում, եւ որտեղից ենք այդ դրա մասին խոսել եմ Ղուկասի ավետարանի մեջ պայծառակերպության դրվագ, ովքեր հանձնվեցին Հիսուսի կողմը, Մովսեսը եւ Եղիան, չէ՞։ Ուրեմն մեկը խորհրդանշում էր հաղթանակած եկեղեցին, մյուսը խորհրդանշում էր զինվորյալ եկեղեցին։ Ուրեմն այս երկնային ազգատողմերը այն հավատացյալներն են, այն քրիստոնյաներն են, ովքեր այս աշխարհում այս հավատքի պատերազմը մղել են, հաղթանակը տարել են, հիմա գտնվում են երկնքում, սպասում են Քրիստոսի երկրորդ գալուստին, սրանք կոչվում են հաղթանակած եկեղեցի։ Նրանք, որ հաղթել են մեղքին։ Մենք, որ այսօր ապրում ենք, մենք էլ կոչվում ենք զինվորյալ եկեղեցի, որտեղ մենք ամեն օր պայքարում ենք մեղքի դեմ, չարության դեմ, ատելության դեմ եւ սպասում ենք Քրիստոսի գալուստին։ Ուրեմն այս ազգատողները, այսինքն բոլորը, թե երկնքում, թե երկրը, Հայր Աստծուց ստացան իրենց անունը, պատիվը, կոչումը եւ այլևս Աստծուն են պատկանում։ Տեսեք ինչքան գեղեցիկ աղոթք է, չէ՞, ասում է թե ահա թե ինչու եմ ես իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հոր առջև աղոթում բոլորի։ Եվ այս նույն սովորությամբ էլ սիրելիներ, մենք աղոթում ենք իրար համար։ Շատ կարևոր է իրար համար աղոթելը։ Եթե աղոթքը մեր կյանքում չլինի, մենք կտկարանանք։ Եթե աղոթքը չլինի, մենք մեր շնորհները կկորցնենք։ Եթե աղոթքը չլինի, մենք շատ հեշտությամբ կերակուր կդառնանք մեղքի առջև։ Մեղքը մեզ կխոշոտի։ Աղոթքն է, որ մարդուն մի զորություն է տալիս, զորավոր է պահում։ Հիսուսի օրինակը տեսեք, Հիսուս ինքը աղոթքի կարիք ուներ, չուներ, որովհետև ինքը Հիսուս մեր աղոթքներին ինքն է, չէ՞ պատասխանում։ Բայց ինչ էր Հիսուս անում։ Ամեն օր, երբ որ իր առաքելությունը ավարտում էր երեկոյան, ասենք հրաշքները, բժշկությունները, քարոզչություն անում էր, երեկոյան ինչ էր անում։ Առանձնանում էր միայնության մեջ աղոթներում։ Եվ սա մեզ օրինակ է ցույց տալիս, որ մարդը անդադար չի կարող։ Օրինակ, եթե չլիցքավորես հեռախոսը, չէ, ամենապարզ, ինքը շատ շուտ կորցնում է, չէ, իր զորությունը, այսինքն նույնն էլ մարդն է, մարդը ամեն օր կարիք ունի լիցքավորման եւ մարդը աղոթքով է լիցքավորում, որովհետեւ նախ աղոթքի մեջ մարդը ինքն իրեն է քննում։ Երկրորդ աղոթքի մեջ մարդը Աստծո զորություն է ստանում եւ երրորդ ինքը մյուսների հետ միաձուլվում է եւ այնինչ որ բաժանումներ կան, բերում են աղոթքով միանումը։ Երբ որ դու մեկի համար աղոթում ես, հետո դու չես կարող այդ մարդուն չարություն անել, չես կարող այդ մարդուն ատել, չես կարող այդ մարդուն վնասել, որովհետեւ դու այդ մարդու համար խնդրում ես Աստծուն։ Եվ եթե դու այդպես չվարվես, կնշանակի, որ այս ամենը կեղծիք է։ Դրա համար հոր առջև ընկնելով էլ Պողոս առաքյալը խնդրում է յուրաքանչյուրիս համար։ Տեսնենք 16-րդ համարի մեջ ինչ է ասում։ Որպեսզի դուք ըստ իր փառքի մեծության իր հոգու միջոցով զորությամբ ամրանաք ներքնապես։ Ուրեմն արդեն հասկացանք ինչի համար, որպեսզի իր սուրբ հոգու զորությամբ մենք ներքնապես ամրանանք, ավելի ուժեղ դառնանք։ Ուրեմն զորություն, որի համար աղոթում է Պողոս առաքյալը, սա հոգևոր զորության մասին է եւ մարդու ներքին զորության մասին է։ Մի ուրիշ նամակի մեջ Պողոս առաքյալն ասում է. ձեր վրայից դեն նետեք այս արտաքին մարդուն, որ մեղավոր է, հագեք Քրիստոսին։ Եվ ասում է ավելի շատ մտածեք ներքին մարդու մասին, քան այս արտաքին մարդու, որ պիտի անպայման քայքայվի։ Պիտի անպայման կորի այս արտաքին մարդը։ Եվ ներքին այս ապրումի համար է, որ ներքին էությունը զորացնելու համար է։ Ուրեմն մարդը, ուրեմն բաղկացած է արտաքին մարդուց եւ ներքին մարդուց, չէ՞։ Ուրեմն արտաքին մարդը այն է, որ մենք ամեն օր տեսնում ենք, շփվում ենք, խոսում ենք, բայց ներքին մարդուն մենք շատ հաճախ հաղորդակից չենք, չգիտենք, չէ՞։ Օրինակ Եփրեմ Ասորին ասում է արտաքինից ես պահեցող եմ, այսինքն պահող եմ, բայց ներքուց այդպեսին չեմ։ Արտաքինից խոնար եմ, բայց ներքից հպարտ եմ, արտաքինից սիրող եմ, բայց ներքից սիրող չեմ։ Ուրեմն մեր մեջ այդ բաժանումը կա արտաքին ու ներքին մարդն, այսինքն հոգևոր մարդը կա մեր մեջ եւ մարմնավոր մարդը կա։ Մեզ համար տեսանելի է մարմնավոր մարդը։ Այ երբ որ մենք դատաստանի ժամանակ կանգնենք Աստծո առջև, այսպես ժապավենի պես մեր ամբողջ կյանքը պիտի անցնի եւ բոլորը պիտի տեսնեն մենք ինչ ենք արել, ինչպես ենք գործել, ինչ մեղքեր ենք գործել եւ նաեւ պիտի հաշվետու լինենք Աստծուն, թե ինչու այն բոլոր հրաշքները, գործերը, զորությունները, որ Աստված մեզ համար կատարել է, մենք այդ ամենը չգործի չդրեցինք։ Դրա համար էլ հաշվետու պիտի լինենք։
Ուրեմն պատկերացնում եք մեր մտածումները թաքուն, որ ինչ որ մենք մտածում ենք, այսպես հիմա դուք բոլորը տեսնեք իմ մտքերը, կամ ամեն մեկիս մտքերը հանկարծ բոլորը տեսնեն։ Ինչ սարսափելի բան կլինի, չէ՞։ Դրա համար այս ժամանակը տրված է, որպեսզի ներքին մարդուն զորացնելով, այդ հոգևոր զորությունը վերցնելով մաքրվենք մենք այդ մեղքերից, որպեսզի դատաստանի ժամանակ ամոթով չմնանք, մեր մեղքերը բոլորը չտեսնեն։ Ուրեմն այս ներքին զորության համար է։ Եվ այս ներքին մարդուն ինչպես կարող ենք մենք զորացնել, Գործք առաքելոցի մեջ Պողոս առաքյալը ասում է, բազում նեղություններ կրելով է, որ մենք պետք է մտնենք Աստծո արքայությունը։ Բազում նեղություններ կրելով։ Ինչու բազում նեղություններ կրելով, որովհետև հոգևոր կյանքը ինքը պատերազմ է։ Որ պահից, որ դու հավատացիր, իրականում, որ պահին, որ դու հավատացիր ու սկսեցիր հոգևոր կյանքով ապրել, քո պատերազմը սկսված է եւ վերջանում է վերջին վայրկյանին կյանքիդ այդ պահին։ Մինչև այդ պահը մարդը ինքը հոգևոր պատերազմի մեջ է։ Դրա համար Պողոս առաքյալը 6-րդ գլուխը որ հասնենք, ասում է մեր պատերազմը արյան եւ հետ չէ, մարդու հետ, այլ իշխանությունների հետ, այսինքն հոգևոր անտեսանելի դևերի զորությունների հետ է մեր պատերազմը, որ ամեն օր փորձում է մեզ մեղքի մեջ տանել եւ գցել այնտեղ։ Եվ դա Աստծուց է, որ շնորհվեց ձեզ Քրիստոսի համար, որպեսզի ոչ միայն հավատաք նրան, այլև նրա համար չարչարվեք։ Հոգևոր պատերազմը այդ չարչարանքն է, չէ՞, որ ամեն օր սուրբերի կյանքերը այս պատմում դուք լսում եք, այս տեսեք այս պատերազմն է մարդուն, որ գալիս է վերջին պահին սիրաշահելու։ Մեր Մուրացյանը մի գեղեցիկ գործ ունի, որ կոչվում է Անդրեաս Երեց, մի փոքրիկ վեպ է, մի քահանայի մասին, որ Շահ Աբասը գալիս է, ուզում է մանկահավաք անի, մեր հայ երեխան տանի իր հարեմի համար, ծնողները վերցնում են ինչ-որ կեղծիք են սարքում, որ երեխան իբրև հիվանդ են, հետո մատնում են, քահանան այդ ամբողջ մեղքը իր վրա է վերցնում, եւ Շահ Աբասը նրան կախաղանի է դատապարտում։ Եվ որ արդեն պիտի կախեն, գալիս է մի ուրիշ կաթոլիկ հոգևորական, ասում է հիմա քեզ թուղթը բերել եմ քո ազատության, Հռոմի պապի միջնորդությամբ, դու ազատություն ունես։ Միայն թե ասում են պայմանով, որ դու հրաժարվես քո հավատքից եւ կաթոլիկություն ընդունես։ Եվ ներքևում կախաղանի ներքևում հայրը կանգնած ասում է տղա ջան, կախվիր։ Հավատքդ երբեք չուրանաս։ Սա էլ պատերազմ է։ Հանկարծ այդ պատերազմը չպարտվեցեք, վերջին մինչև վարկյանը քեզ սիրաշահում է։ Հիմա սատանան Հիսուսին ինչպես մոտեցավ։ Հոգատարությամբ, չի ասաց Հիսուս, հաց քարերին ասա թող հաց դառնան կեր, որովհետև սոված ես։ Հոգատարությամբ էր մոտենում, ավել բան չէր ասում։ Ցույց էր տալիս, որ ինքը հոգատար է։ Երկրորդը եկավ Աստվածաշնչով ասելով, որ քո մասին գրված է, եթե քեզ ցած նետես, քեզ ցած նետ, եթե ընկնես, քո ոտքը քարին չի դիչի ու հրեշտակները քեզ պիտի տանեն, չէ՞։ Սուրբ գրքից էր մեջ բերումներ անում։ Նաև ցույց էր տալիս, որ հոգևոր իր խնդրանքը հոգևոր է, բայց իրականում հպարտության մեղքն էր ուզում մարդու մեջ անել։ Եվ մարդուն էլ, չէ՞, որ ասում են, եթե դու քո ասած մարդն ես, եթե դու այդքան ուժեղ ես, դե հել իրա երեսին ինչ պետք է ասը, ու քեզ գցում են մեղքի մեջ։ Եվ ինքը ինչ անում, մի փոքրիկ շոյում է, եթեն այդ բառը, ինչեւ որ Հիսուս ասեց, ետես գնա սատանա, բայց ասում է, երբ որ գնաց, առժամանակ հեռացավ, որպեսզի նոր ծրագրեր մտած ինչպես գա Հիսուսին կորստյան մատնելու։ Այնպես էլ մենք, եթե կարողանանք օրինակ բամբասելու մեղքը մեր միջից հանենք, այդ չի նշանակում մենք հաղթեցինք սատանան։ Ինքը կգնա մի հատ այնպեսի բան կհորինի կգա մեր հետևից, որ մենք միանգամից կարող է սայթակենք ու մնենք այդ մեղքի մեջ։ Ուրիշ բան չէ, կարող է թերահավատությունը դնել մեր մեջ։ Մեր մեջ կարող է հպարտությունը դնել։ Եվ սատանան մարդուն այդպես է տանում դեպի կորուստ, սիրելիներ։ Եվ սատանան նախ մարդու ներքինն է, չէ, քանդում, ներքին մարդուն է ոչնչացնում, հետո։ Եվ ամենապարզ օրինակը բժշկական օրինակը վերցնենք, մարդու մանրեները ներսում են, չէ, երբ որ մանրեները միանում են իրար, մարդու մարմինը սկսում է ներսից տկարանալ ֆիզիկապես, ինքը հիվանդանալ, որ դրսից չի գալիս, թափանցում է մարդու ներս, ներսից սկսում է մարդուն կրծել։ Այնպես էլ մեղքն է, երբ որ մտնում է մարդու մեջ, ինքը գալիս ու ոչնչացնում է։ Մեր իմաստուններից մեկն ասում է, թեև ասում է լեզուն ոսկոր չունի, բայց շատերի ոսկորներն է ջարդում։ Ինքը ոսկոր չունի լեզուն, բայց շատերի ոսկորները լեզուն կարողանում է ջարդել։ Այնպես էլ մեղքը, երբ որ ներսից սկսում է մարդու մեջ քանդել ներքին մարդուն, այս արտաքին մարդը ինքը արդեն կործան։ Տեսնում ենք, չէ՞, մենք մարդիկ, որ կնճռոտված, դեմքը արդեն վախենալու, ինչ որտեվ ներքին աշխարհը այլևս գոյություն չունի։ Մեղքը ներսից կերել է, հոգին այլևս մարմնի մեջ չի։
Մենք իրեն նայում ենք, տեսնում ենք, ուտում է, խմում է, ժպտում է, չգիտեմ ինչ անում, բայց ինքը մեռած է իրականում։ Որտեվ հոգևոր մարդը չկա, ներքին մարդը չկա, այդ ներքին հոգևոր առողջությունից է կախված նաև մարդու ֆիզիկական վիճակը։ Եվ մեղքը, այդ մարդու տկարությունը սկսում է այդ մեղքի միջոցով, որ մեղքը գալիս է կամաց ներսին մարդուն քարուքանդ անում, սիրելիներ։ Տեսեք, հետարքիր մի բան, նաև այս ներքին մարդու զորությունը էլի կախված է աղոթքից։ Օրինակ լինում է, որ մենք աղոթում ենք, ասում ենք, վերջ, էլ չեմ աղոթելու, որովհետև այսքան աղոթեցի ու չստացվեց։ Ինչու՞, որովհետև մեզ թվում է, թե բայց կարող է այսքան մնացած լինի, որ հասնենք վերջակետին, մենք հրաժարվում ենք։ Ուրեմն մի օր մի անհավատ մարդ է լինում եւ ինքը լեռնագնաց է լինում։ Եվ ինչ անում այս մարդը, գնում է դահուկներով սահելու, երբ որ գալիս է ոտքը ձանն է կպնում եւ ընկնում է ձորից կախվում է մի ճյուղից եւ գոռում է Աստված, խնդրում եմ ինձ փրկիր։ Աստված ասում է ոնց դու ինձ արդեն հավատում ես։ Հա, ասում է հավատում եմ, շատ եմ հավատում եւ գիտեմ որ միակ ինձ փրկիչը դու ես։ Ասում է դե եթե հավատում ես, պարանդ կտրիր։ Ասում է չէ, ոնց կկտրեմ, ասում է դու ուզում ես իմ մահը, ասում է տղաս քեզ ասում եմ պարանը կտրիր։ 2 անգամ, 3 անգամ, 10 անգամ չի կտրում եւ երբ որ առավոտյան փրկարները գալիս են, տեսնում են այս մարդը պարանից կախված սառել ու մահացել էր։ Բայց ինչ էր եղել։ Ինքը գետնից ընդամենը 30 սանտիմետր բարձր օդի մեջ։ Այսինքն այս ներքին մարդը չհամոզվեց, որ Աստծո խոսքը պիտի վստահես։ Կարող է Աստծո ցանկությունը մեր ցանկության հետ չի համապատասխանում, Աստծո խնդրածը, պահանջածը, բայց այդ 30 սանտիմն է երբեմն մեզ չի բավականացնում։ Այդ 30 սանտիմի համար է, որ Աստված ամեն օր մարդու համար պայքարում է, որ մարդը կարողանա իր փրկությունը գտնել, որ դու աղոթքի մեջ չտկարանաս, դրա համար ասում է աղոթքի մեջ անձանձրույթ եղեք, առանց ձանձրանալու աղոթեք։ Երբեք չհուսահատվեք աղոթքի մեջ, որովհետև այդ մի փոքրը, որ մնացել է, մեզ թվում է շատ երկար, դա է։ Եվ ինչն է շատ կարևոր աղոթքի մեջ, նաև Աստծո ողորմությունը խնդրել։ Առանց Աստծո ողորմության մենք չենք կարող մեղքը, մեր մանրեները չեն կարող սպանել։ Մեղքը չի մնում։ Ինչպես որ մենք դեղը խմում ենք, հիվանդությունը մեր օրգանիզմից դուրս չի գալիս։ Մենք քնացնում ենք դեղորայքով։ Աղոթքը քնացնում է մեղքը մեր մեջ։ Աղոթքը զսպում է մեղքը մեր մեջ։ Եվ եթե դու չես աղոթում, ինքը նորից կան չէ, որ մանրեր տաք ջրից կամ տաքությունից իրենք ընդարձակվում են։ Մեղքն էլ է այդպես, ցանկությունից, դրա համար աղոթքի մեջ մարդը նախ եւ առաջ պետք է Աստծո ողորմությունը խնդրել։ Տեսեք, Ղուկասի ավետարանի մեջ մի հետաքրքիր դրվագ է 10 բորոտների մասին։ Երբ որ Հիսուս անցնում էր այդ գյուղերով, իրենք ասացին. Հիսուս վարդապետ, ողորմիր մեզ, չեն ասում բժշկիր մեզ։ Հիսուս էլ ոչ մի բառ չի ասում, որ գիտի, որ իրենք հիվանդ են, ասում է գնացեք ձեզ ցույց տվեք քահանային։ Երբ որ գնում են, ճանապարհին բժշկվեցին։ Բայց ասում է, տեսեք, մեկը հետ վերադարձավ, այն էլ որ հրեա չէր, սամարացի էր, եւ փառաբանեց Աստծուն, եւ իր խնդրած ողորմությամբ ինքը ոչ միայն բժշկվեց, այլև փրկվեց։ Ուրեմն, երբ որ դու քո աղոթքի սկզբում ողորմությունն ես խնդրում Աստծո, դա է քեզ օգնում, որ ստանաս քո աղոթքի պատասխանը։ Շատ հաճախ մենք մարդիկս աղոթում ենք բժշկության համար, խաղաղության համար, երջանկության համար, ասում ենք թող քո կամքը լինի, բայց մենք վերջում նորից մեր ցանկությունն ենք առաջ տանում։ Իսկ այդ ամենը կախված է Աստծո ողորմությունից։ Երբ որ Հիսուս նրանց էլ ասաց գնացեք, հայրերից մեկ ինչ օրինակ է բերում, ասում է Հիսուս նրանց փորձում էր իրենց հնազանդությունը, որովհետև ասում է շատերը իրենց աղոթքը չեն ստանում իրենց մեծամտության պատճառով։ Որովհետև երբ որ ասում ես աղոթի, դե ասում են, այդ ինչ բան է, որ աղոթենք։ Այս Արցախյան վերջին դեպքերից առաջ մի հավատացյալ մարդ պատմում էր, ասում է, որ բարձրաստիճան զինվորականներից մեկին, որ զանգում է ծնունդը շնորհավորելու, ասում է աղոթեք, շատ աղոթեք, ասում դե աղոթում ենք, էլ ինչ եղավ, որ այսքան հիմա ինչ լինի։ Ու հաջորդ օրը սկսվեց պատերազմը։ Եվ այդ մարդը, ով որ այդպես աղոթքև, ինքը հիմա նեղությունների մեջ է։ Ինչու, որովհետև դե աղոթում ենք, այդպես չի լինի։ Ուրեմն աղոթքը պիտի մաքուր սրտից բխած լինի։ Մաքուր սրտից, բարի խղճ մտանքից պիտի բխած լինի։ Եթե ոչ, դու ներքին մարդուն չես կարող փոխել։ Իսկ եթե ներքին մարդը փոխված չէ, դու անդադար նեղությունների, դժվարությունների հետևից
պիտի ընկնես ու իրենք էլ քեզ պիտի հետապնդեն։ Լինում են, չէ՞ որ մարդիկ իրենց ամբողջ կյանքը փորձության մեջ է։ Ամեն օր իրենք չեն էլ ուզում, բայց հայտնվում են։ Ինչու, որովհետև իրենք այդ ողորմությունը չեն ստացել։ Այն 9 բորոտներ օրինակը նորից այնտեղից բերեմ, նրանք բժշկվեցին, որ խնդրեցին ողորմություն, բայց չփրկվեցին։ Իսկ այդ մեկը եւ բժշկվեց, եւ փրկվեց, որովհետև հավատաց եւ աղոթեց, եկավ նախ Աստծուն փառաբանեց, հետո Հիսուս Քրիստոսին շնորհակալություն հայտնեց։ Մենք շատ հաճախ մոռանում ենք փառաբանել եւ շնորհակալություն հայտնել։ Մեր աղոթները գրեթե մեծ մասը խնդրողական են։ Խնդրենք, այս է պետք, այն է պետք, այս տուր, այն տուր, այն տուր, բայց երբեք նեղության մեջ մենք այլ աղոթ չենք ասում, կամ մեզանից քանի հոգի աղոթելուց ասում, Տեր, իսկ դու ինչ կկամենաս, որ քեզ համար անեմ։ Ինչ կուզես, որ քեզ համար անեմ։ Մենք այսպես աղոթ չունենք։ Չենք ասում, ինչ կուզենաս, որ քեզ համար անենք։ Ինչի ենք պատրաստներ իր համար անելու։ Հավատում ենք, բայց այդ հավատքը մեր գործի դրված չէ, թե ինչ ենք մենք պատրաստ անելու, ինչ նեղություններ պետք է կարողանանք կրել, որպեսզի հաղթենք այդ ամենին։ Եվ տեսեք հիմա 17-րդ համարի մեջ շատ գեղեցիկ է արդեն նկարագրում Պողոս Առաքյալը։ Այնպես որ ձեր հավատի միջոցով Քրիստոս բնակվի ձեր սրտերում եւ դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք։ Ուրեմն երկու տեսակի խնդրանք կար այդ աղոթքի մեջ, ուրեմն Պողոս Առաքյալը ինչ է խնդրում, որ Քրիստոս գա բնակվի մեր մեջ եւ մենք էլ մարդիկս սիրո վրա հաստատված լինենք եւ ամրացած լինենք, ուրեմն հաստատված եւ ամրացած։ Տեսեք սիրելիներ, քրիստոնեական մեր կյանքի բարձրակետը ո՞րն է։ Ինչին ենք մենք ձգտում, ո՞րն է մեր ձգտումը։ Ինչի ենք ձգտում։ Փրկության, ուրիշ, հավիտենական կյանքին, ուրիշ։ Ամենագլխավորը թողեցիք, Քրիստոս, որ մեր մեջ բնակվի։ Սա է մեր գլխավոր նպատակը։ Փրկությունը Քրիստոսով է։ Եթե Քրիստոս քո մեջ չբնակվի, դու չես ունենա փրկություն։ Ուրեմն մեր կյանքի բարձրակետը Քրիստոսին մեր մեջ բնակեցնելն է։ Ճիշտ է։ Հիսուս ինչ է ասում։ Ով որ այս հացից եւ գինից ուտի եւ խմի, ես նրա մեջ պիտի բնակվեմ, նա էլ իմ մեջ պիտի բնակվի։ Եթե ես ձեր մեջ չեմ բնակվում, դուք կյանք չեք կարող ունենալ։ Ուրեմն բարձրակետը մեր սա է, որ այնպես անենք, որ Քրիստոս գա ու բնակվի մեր մեջ, սիրելիներ։ Քրիստոս մեր մեջ հայտնվեց, չէ՞, մենք երգում ենք ամեն անգամ պատարագին։ Եվ ինչ է սա, որ մենք ուզում ենք բնակվել, ինչպես պետք է անենք, որ Քրիստոս գա ու մեր մեջ բնակվի։ Տեսեք, Պողոս Առաքյալը, այս խոսքը շատ եք լսել, ասում է քննեցեք դուք ձեզ, տեսեք, նույն հավատի մեջ եք, փորձեք դուք ձեզ, չգիտեք թե Հիսուս Քրիստոս է ձեր մեջ բնակվում, ապա ոչ դուք անպիտան կլինեք։ Մենք քննեք դուք ձեզ, տեսեք, ինչ հավատքի մեջ եք։ Ձեր հավատքը այնքան զորավոր է, որ Քրիստոս ձեր մեջ բնակվում է։ Կամ եթե չեք բնակվում, չգիտեք, որ Հիսուս ձեր մեջ է, ինչպես ուրեմն պիտի պահենք այս սրբությունը։ Եվ սա ամենակարևորն է, որ մարդը կարողանա թույլ տալ, որ Հիսուս գա ու բնակվի։ Հիսուս ուրեմն երբեք մարդուն չի ստիպում իր մեջ որ գա բնակվի։ Երբեք չի պարտադրում, դա մարդ ինքը պիտի ուզի։ Այստեղ երբ որ ասում է Հիսուս գա ու բնակվի ձեր մեջ, բնակվել բառը հունարենի մեջ նշանակում է մնայուն, այսինքն հավիտենական ներկայություն ունենալ։ Այսինքն սիրով գա ու հավիտենական ներկայություն։ Սա նշանակում է նաև ամբողջ էությանդ մեջ Հիսուս լցված լինի, Հիսուսով բովանդակվես, ամեն ինչ քո միջոցով կատարվի։ Եվ Հիսուս մեր մեջ բնակվում է այդ մնայուն կերպով մեր ողջ էության մեջ։ Հիմա ինչպես անենք, որ Հիսուս գա ու բնակվի մեր մեջ։ Միայն հավատալով Հիսուս չի կարող գալ ու բնակվել մեր մեջ, բացառվում է։ Սատանան էլ է հավատում, որ Հիսուս կա, վախենում է, բայց իր մեջ Հիսուս չի բնակվում։ Մկրտվելով էլ Հիսուս չի գալիս մարդու մեջ բնակվում։ Մենք ընդհանրապես այդ պահին քրիստոնյա ենք դառնում, բայց մենք չենք դառնում այն տեղը, որ Հիսուս պիտի գա ու բնակվի։ Բնակվելու համար մարդը պիտի այս գործողությունները կատարի իր կյանքի մեջ։ Հայր Աստծո առջև դիցանքի իջնի, խնդրի, որ Հիսուս գա ու հաստատվի իր մեջ։ Այլապես հնարավոր չէ, եւ ներքին մարդուց պիտի սկսենք այդ բնակությունը անել։ Եվ տեսեք, երբ որ ասում է Հիսուս, Պողոս Առաքյալը որ գրում է այս ամեն ինչ, ինքը վստահ է, որ Հիսուս իր մեջ է։ Հիշում եք Գաղատացիների նամակ, ասում է
ես չեմ որ այլևս ապրում եմ, այլ Քրիստոս է, որը ապրում ու գործում է իր մեջ։ Ուրեմն այլևս Քրիստոս էր ապրում իր մեջ, նախ ճանապարհին հանդիպեց, խոսեց իր հետ, հետո էլ այնքան իր աղոթքով, տեսեք, բանտի էս ինչ օրինակը սկզբում բերեցի, բանտը չխրեց նրա աղոթելու ազատությունը։ Այդ աղոթական կյանքով էր, որ Հիսուսին բերեց ու բնակեցրեց իր մեջ։ Եվ մարդը ինչ է դառնում, Աստծո տաճարը։ Երբ որ մեկը մեղք է գործում, պղծում է տաճարը։ Մարմնով որ մեղք է գործում, պղծում է այս տաճարը։ Երբ որ մեկ ասում ես հավատում եմ, բայց ինքը մեղքեր ունի, մարմնավոր մեղքեր ունի, շնության մեղք ունի, պոռնկության մեղք ունի, հայոյանքի մեղք ունի, հարբեցողություն ունի, թմրանյութ է օգտագործում, չի կարող սա Աստծո տաճարը լինել, չի կարող Քրիստոս գալ այստեղ բնակվել։ Այս տաճարը պետք է միշտ սուրբ պահել, միշտ մաքուր պիտի պահել, որպեսզի Քրիստոս բնակվի։ Տեսեք, ասում է, եթե ասում է այդ հացը չուտեք, սուրբ հաղորդությունը չստանաք, ձեր մեջ կյանք չկա։ Եվ այն մարդիկ, ովքեր այսօր արհամարանքով են վերաբերվում հաղորդությանը, մերժում են կյանքը։ Ինչ եմ ասում վերջին պահին պատարագիչ քահանան, ինչ է ասում։ Սա է կյանքը, հարության հույսը, մեղքերի քավությունն ու թողությունը։ Ուրեմն այդ հացը մեր ներքին հոգևոր կյանքի գրավականն է։ Առանց դրա մեր հոգին չի կարող ապրել։ Այն մարդիկ, ովքեր մեկ անգամ մկրտվում են, ու այլևս չեն գնում, չեն հաղորդում, իրենք իրենց մեջ կյանք չունեն։ Առանց Քրիստոս կյանք են ապրում, դա ֆիզիկական այս մարմնավոր կյանքն է, հոգևոր կյանքը չկա, եւ մահը հենց դա է, մարմինը առանց հոգու։ Սա է որ դատարկում է մարդուն իր մեջից։ Երկրորդ ասում է հարության հույսն է։ Ինչու է հարության հույսը։ Հիսուս ինչ է ասում։ Ով որ ուտես հացից, ասում է ես նրան հարության ժամանակ նորից պիտի կենթանացնեմ։ Այսինքն ով որ Քրիստոսին հաղորդվել է, ճաշակել է, իր մեջ մնում է, ոնց որ սերմի մեջ կյանքը կա, չէ՞, ինքը դրում է հողի մեջ, ինքը ծլում է, երբ որ մարդը ննջում է, բայց այդ կյանքը մնում է իր մեջ, մինչև Քրիստոսի գալուս, երբ որ ասում է հրեշտակապետը փողերը հնչեցնեն, մենք դուրս գանք անկողոպտելի զարդերով զարդարված արևի պես շողացող դեմքերով։ Եվ վերջապես այդ հացը մեր մեղքերի թողությունն է, քավությունն է։ Մեղքը ինչպես կարող ես մաքրել քո հետ։ Օճառով ես չէ լվում, որ ձեռքերդ մաքրում ես։ Եթե մարդը աշխատի, ձեռքերը կեղտոտվի, չլվանա, ինչ կլինի քիչ հետո։ Այդ կեղտը կամանց ինչ կանի, վարակ կբերի, չէ, հիվանդացնի, հետո կճակճկի, վերքերը կբացի։ Այնպես էլ մեղքը։ Մեղքը մենք չենք տեսնում, տեսանելի չէ, բայց մեղքը անտեսանելի իր փոշին կեղտը նստեցնում է մարդու հոգու վրա, եւ մարդու հոգին կամանց ճակճկում է, քայքայվում է եւ արնահոսում ու մեռնում է։ Դրա համար ներսը շնորհը հայրապետն ասում է մենք անոթ չենք Քրիստոսի համար, այլ մենք սպունգի պես, այսինքն պետք է քաշենք մեր մեջ այդ ամբողջ զորությունը, հետո որ կարողանանք ապրել, ոչ թե Քրիստոս մեր միջով գա, անցնի գնա, բայց մենք այդ զորությունից ոչինչ չվերցնենք։ Սա շատ կարևոր բան է, որ թույլ տաս այս մարմինը միշտ մաքուր պահել։ Քրիստոս միշտ տեսնում է մենք ինչ ենք անում։ Եվ այս արտաքին մարմնի գործած մեղքերը սպանում են մեր հոգին։ Հոգու մահն են բերում սա։ Դրա համար մարդը ինքը պետք է այնպես անի, ինչպես տաճարին, պատերին մենք չենք պղծում, չենք գրում, չենք մխտրում, այլ բաներ չենք անում, որտեղ ասում ենք Աստծո տունն է, սա էլ է Աստծո տունը, այլ տուն չէ սա։ Սա հենց Սուրբ Հոգու բնակարանն է, տաճարն է, սրբության տաճարն է, որտեղ Քրիստոս գալիս ու մեր մեջ բնակվում է։ Եվ տեսեք, սիրելիներ, մի գեղեցիկ պատմության մեջ ամուսիններ են լինում, շատ հարուստ, ասում են Քրիստոսին շատ են խնդրում, մի օր արի մեր տանը գիշեր։ Մի օր Քրիստոս գալիս է եւ իրենք տանում են ամենագեղեցիկ, ամենաճոխ պատրաստած սենյակը հատկացնում են Քրիստոսին եւ ուրախանում են, որ Քրիստոս իրենց տանն է։ Գիշերը դուռը թակում են, ամուսինը դուռը բացում է, սատանան է լինում եւ ծեծում է, լավ ծեծում է ու գնում է։ Սրանք ասում են, բայց Հիսուսը մեր տանն էր, ինչպես սատանան համարձակվեց գալ մեր դուռը թակել, հերիք չի, մի հատ էլ մեզ ծեծեց։ Ասում են կարող է որ այս գեղեցիկ սենյակը տան վերջում է, գնում են բերում են առաջին սենյակն են տալիս Քրիստոսին բնակվելու, այդ գիշեր նորից սատանան դուռը թակում է, նորից լավ ծեծում է, գնում է եւ ինչ են մտածում են, մենք սխալ ենք այլ ասում են, մենք տունը պիտի տանք Քրիստոսին եւ իրեն հարցնենք, ասենք, որտեղ ես ուզում որ մենք ապրենք։ Երբ որ իրենց ամբողջ տունը հանձնում են Քրիստոսին, սատանան դուռը թակում է, Հիսուս բացում է, սարսափար փախնում է։ Մինչև որ քո տան Տերը Քրիստոսը չդառնա, այսինքն
այս քո մարմնի մեջ Քրիստոս չգա ու չբնակվի, սատանան ազատ երկու մուտք ունի։ Ինչ ուզի կարող է քեզ հետ անել։ Դրա համար Հիսուսը ինչ է ասում. Ես դրան առջև կանգնած թակում եմ ձեր դուռը, ով որ բացի, ես կգամ նրա հետ սեղան կնստեմ եւ նրա հետ կբնակվեմ։ Ինչու է Հիսուսը ասում։ Մեր սրտի դուռը դրսից բռնակ չունի, սիրելիներ։ Դուռը միայն ներսից բռնակ ունի եւ բացողը մենք ենք։ Հիսուս պարզապես թակում է։ Եվ եթե մեկը չբացեց այդ դուռը, Հիսուս չի կարող գալ իր մեջ բնակվել եւ ինքը չի կարող պաշտպանված լինել։ Դրա համար ասում եմ, աղոթում եմ, որ դուք Քրիստոսի սիրո մեջ բնակվեք, Քրիստոս գա այդ սիրո մեջ բնակվի եւ ինչ է շարունակության մեջ եւ դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք։ Ուրեմն Քրիստոս երբ որ գա մեր մեջ բնակվելու, մենք սիրո մեջ կարմատանանք եւ սիրո մեջ կհաստատվենք։ Ինչ է նշանակում սիրո մեջ արմատացած լինել։ Այս կերպ մարդը կարող է ինչ անել, երբ որ սիրո մեջ է, աճել եւ պատղաբերել, չէ՞։ Սերը հողն է, սիրելիներ, այսինքն որևէ բույս մենք պարարտ հողի մեջ ենք, չէ՞ դնում։ Հիշում եք Հիսուս օրինակը բերում է, ասում է մեկը իմաստուն, մեկը հիմար տուն կառուցեցին, մեկը ժայռի վրա, մեկը ավազի վրա։ Ջրերը եկան խփեցին ավազը տարան, տունը քանդվեց, իսկ ով տունը ժայռի վրա էր, մնաց անսասան։ Ուրեմն այստեղ օրինակը նույնն է։ Երբ որ մեկը պիտի տուն կառուցի, ի՞նչն է նախ ստուգում, չէ՞։ Հողը, ինչ հող է, որի վրա ինքը տունը պիտի կառուցի։ Ուրեմն մեր տունը նախ եւ առաջ պետք է սիրո վրա հաստատված լինի, արմատացած լինի։ Այսինքն սերը հողն է, որտեղ մենք տնկվում ենք եւ այդ պարարտ հողի մեջ մենք աճում ենք եւ պատղաբերություն ենք անում։ Քանզի տեսեք ինչ գեղեցիկ խոսք ունի Սողոմոն իմաստունը, երբ որ կարդակ երկերքոց, այնպես շատ գեղեցիկ ու գլխի մեջ տող է, ասում է իմ սերը, ասում է, դիր քո սրտի վրա։ Իմ սերը նաեւ մատանի դիր քո ձեռքի վրա, ասում է, որովհետեւ սերը մահվան պես հզոր է։ Սերը մահվան պես հզոր է։ Ուրեմն ինչքան հզոր է սերը, որ ցանկացած նեղություն, դժվարություն մահից զորավոր կարող է հաղթահարել։ Մի փոքրիկ սեր եւ ինչքան բան է, չէ՞, փոխվում։ Երեխային ինչքան ուզում ես ցավացրու, վիրավորի, պատժի, ծեծի, մի հատ համբուրում ես, ինքը մոռանում է ամեն ինչ։ Ջնջվում է իր հիշողությունից, որ իր ծնող իրան ծեծեց, հայոյեց, մի բան ասեց, մի հատ համբույր, մի փոքրիկ նվեր։ Ինչու որտեվ այդ սերն է երեխայի մեջ, մաքրամաքուր սերն է, որ փոխում է։ Դրա համար ասում է, քանզի հզոր է սերը մահվան պես։ Եվ այս սերը ինչպես է նկարագրում Կորինթացիների նամակը կարդաք 10, ասում է սերը համբերող է, սերը բուժող է, սերը ամեն նեղություն, դժվարություն հաղթահարում է։ Եվ եթե սերը արմատացած է, արմատներ ունի, գցում է խոր արմատների մեջ, ինքը նաև քեզ իրենով է անում։ Եվ Աստված սեր է։ Ուրեմն եթե թույլ ես տալիս այդ սերը գա ու քո մեջ բնակվի, դու կարող ես այդ սիրով արմատացած երբեք չկոտրվել։ Քո տանտերն էլ Հիսուս կդառնա, քո տունն էլ արմատները շատ ամուր կլինի եւ վերջապես դու էլ սիրո մեջ հաստատ կլինես, կհաստատվես։ Ուրեմն արմատա կգալես, հետո կհաստատվես։ Գիտեք, մի ծառի տեսակ կա, սիրելիներ, որ իրեն կապ չունի որտեղ են։ Եթե երկու ծառ կա, մեկը անտառի է սկզբում, մեկը մյուս տեղում է, իրենք արմատներով գալիս իրար գտնում են։ Այդ ծառերը իրար արմատներով թեկուզ 100 մետր, 500 մետր, 1000 մետր իրար գալիս են գտնում են արմատներով եւ մեկը մյուսին այսպես ամուր պահում է, որպեսզի քամին փոթորիկը չգա ու չոչնչացնի։ Դու պատկերացնում ես քո սերը գնա Քրիստոսի սիրո հետ խառնվի կամ նույնը որ քո ձեռքը դնես Քրիստոսի ձեռքի մեջ, ով կարող է քեզանից այդ ձեռքը այլևս խլել։ Ոչ ոք։ Ուրեմն երբ որ դու արմատացար այդ հիմքերը գցեցիր Քրիստոսի սիրո վրա, դու նաև կհաստատվես։ Նա ով սիրո վրա է հաստատում, նա չի կարող ուրեմն կործանվել։ Սա էլ շատ կարևոր է, որ ուրեմն աղոթում է Պողոս առաքյալը, որպեսզի մարդը չկործանվի եւ ձեռք է բերում կատարելությունը եւ Աստծո մնայուն ներկայությունը։ Ուրեմն այսինքն այդ բարձակետը, որ ձգտում ես, դա է, չէ՞։ Օրինակ լեռնագնացներին, երբ որ հարցնես, հեշտ է բարձրանալը, հեշտ է, ինչքան դժվար է, չէ՞, ժառերը մագլցել այդ մեխերը հարվածել քարերի մեջ, ամրաններ դնել, կախվել, քանի վտանգներ, բայց երբ որ հասնում են այնտեղ, իրենք չեն էլ հիշում իր դժվարությունները, չէ՞, թե վերևից ամեն ինչ գեղեցիկ է երևում, չէ՞։ Նույնը կինը մինչև ծննդաբերից ցավեր է քաշում, գոռում է, չէ՞, ինչ տառապանք է, բայց երբ որ զավակ են բերում են գիրկն են տալիս, ինքը մոռանում է, որովհետև հասավ իր բարձրակետին, հասավ իր նպատակին։ Բայց ինչքան որ բարձունքից իջնում ես, ի՞նչն ես տեսնում, սիրելիներ։
Արդեն տեսնես քանդված շենքեր, կեղտոտ փողոցներ, ավեր, աղմուկ, աղաղակ, նորից ուզում ես հետ վերադառնալ։ Եվ դրա համար, այսինքն հեշտ չէ հասնել այդ բարձունքին, շատ դժվար է, բայց երբ որ ձգտումը կա, դու բոլոր խոչընդոտները կարող ես հաղթահարել։ Բոլոր տեսակի դժվարությունները կարող ես, որովհետև դու նպատակ ունես Քրիստոսին բնակեցնել քո մեջ։ Ուրեմն ինչ ես անում, վերում ես եւ այդ կատարելությունը սեր առ Աստված է կոչվում։ Այս բառը, այս նախադասությունը մի գիրք ունեմ, այդտեղից եմ, սեր առ Աստված, որ մարդը ինչքան սեր ունի, որ գնում է դեպի Աստված, չմտնայելով ինչ խոչընդոտներ կան, ինչ դժվարություններ կան, ովքեր են հետևից հարվածում, թիկունքից հարվածում, մոռանալով որ մեր թիկունքը բոլոր հարվածները Քրիստոս իր վրա է վերցնում։ Մեր թիկունքին դրոշմը այդպես է դրած, որպեսզի չարի մխացող բոլոր նետերը հանգչեն մինչև մեզ դիպչելը։ Ինչքան նետեր կա արձակված մեր թիկունքից, որ մեզ չի կպել։ Ինչու, որովհետև Հիսուս վահանի պես պաշտպանել է իր խաչով մեզ, որպեսզի մենք կարողանանք այդ բոլոր տեսակի դժվարությունները հաղթել։ Եվ սերը, ուրեմն դառնում է հիմքը կյանքի։ Առանց այդ սիրո հնարավոր չէ այս կյանքը գտնել։ Երբ որ կյանքի մեջ հիմքը դրեցիր, դու կունենաս ճշմարիտ աստվածասիրություն եւ ճշմարիտ մարդասիրություն։ Չես կարող այլևս առանց աստվածասիրության, առանց մարդասիրության ապրել այս աշխարհի մեջ, որովհետեւ քո հիմքը շատ ճիշտ է դրած։ Տուն կառուցելուց մենք ինչ ենք անում, առաջինը հիմքն ենք, չէ՞, եթե հիմքը ամուր է տան, ինչը լինի չի քանդվելու։ Հայրերից մեկը ասում է Գրիգոր Մագիստրոսի խոսքերն, ասում է տան հիմքը հավատքն է։ Եթե դու մի բան հավատքով ես կառուցել, դա անսասան է։ Եթե քո տան պատերը դու հույսով ես կանգնացրել եւ առաստաղը սերը պահել ես քո տան վրա, դա ոչ ոք չի կարող այդ տուն ազատ երկ ու մուտք ունենալ, որովհետեւ այդ տունը պատկանում է Քրիստոս Աստծուն։ Դա Քրիստոսի սեփականությունն է։ Այնպես էլ այս մարմինը պետք է պահել այդպես։ Մեր բոլոր խմորումները այս մարմնի մեջից ներքին մարդուց են սկսում։ Ուրեմն դու թույլ չտաս, որ մանրեն թափանցի քո ներս, եւ դրա դեմը առնելու այդ սիրո հիմք ամուր պահելը աղոթքն է։ Առանց աղոթքի հնարավոր չէ։ Շաղախը ցեխը, չէ, որ անում ես, ցեմենտն է, չէ, այնտեղ զորությունը։ Այդ աղոթքն էլ այդ ցեմենտող ուժը ունի, որ մարդուն զորացնում է, մարդու մեջ եղած բոլոր առաքինությունը, սրբությունը հավաքում այնպեսի մի բռունցք է ստեղծում, որ չար ինչքան էլ մոտենում է, այդ հարվածին չի դիմանում, փախնում է։ Եվ եթե քո տան դուռը բացողն էլ Հիսուս Քրիստոս է, ոչ ոք չի կարող։ Ինչ էր ասում Պողոս առաքյալը։ Եթե ասում է Աստված իմ հետ է, ով կարող իմ դեմ լինել։ Դավիթ մարգարեն ասում է, եթե ես անգամ մթի ու խավարի միջով գնամ, էլի չեմ վախենում, որովհետև Տեր դու ինձ հետ ես։ Չեմ վախենում մութ ու խավար աշխարհի մեջ քայլել, որովհետև վստահ եմ, որ դու ինձ հետ ես։ Ուրեմն Պողոս առաքյալի խնդրանքը այս յուրաքանչյուր եփեսացիների, նաև մեզ համար, բոլորիս համար սա է, որպեսզի թույլ տանք, որ Քրիստոս գա ու բնակվի մեր մեջ։ Միայն հավատալով չես կարող Քրիստոսին բնակեցնել։ Միայն հավատալով չես կարող Քրիստոսին հյուր ընդունել քո կյանքի մեջ եւ խնդրել, որ գիշերի քո տան մեջ։ Ինքը պիտի գա այստեղ բնակվի։ Հայրերից մեկն ասում է յուրաքանչյուր քրիստոնյա տաճարն է Աստծո եւ այդ տան բնակիչը, այդ տաճարի բնակիչը Հիսուս Քրիստոսն է։ Եվ եթե Հիսուս Քրիստոս չի բնակվում այդ տաճարի մեջ, այդ տունը շատ հեշտ պիտի քանդվի։ Ցավ պիտի ապրես։ Որ տեսնում ես մարդկանց անհաղորդ։ Այդ առաջիկային որ գնանք Էջմիածին կգնանք, ես ձեզ թանգարանում սկիհերը ցույց կտամ, թե ինչքան մեծ էին։ Այսպես մեծ սկիհեր, ինչքան հաղորդություն ստացող մարդ կար, որ ուզում էր Քրիստոս իր մեջ բնակվի։ Դարերի ընթացքում կամաց փոքրացան, որովհետև նախ տղամարդիկ լքեցին տաճարներ, այսօր շատ քիչ են աղոթող տղամարդիկ, որոնք զբաղված են ինչ-որ գործերի մեջ են, եւ 18-րդ դարի հայրերից մեկն ասում է սատանայի մեծագույն հաղթանակ այն էր քրիստոնյայի հանդեպ, որ մարդկանց զրկեց հաղորդությունից, որ մարդիկ կարծեցին, որ սուրբ հաղորդությունը երկրորդական բան է, իսկ հայրերից մեկն ասում է ամենամեծ հրաշք, որ այսօր կա աշխարհի մեջ, դա սուրբ պատարագի հաղորդությունն է։ Մեծ հրաշքներից մեկն է, որ մարդը կարողանում է տեսանելիորեն Քրիստոսի մարմինն այլունը ճաշակել։ Առանց պատճառաբանություն, ով է պատարագում, ովքեր են գնում եկեղեցի, դու գնում ես Քրիստոսի հանդիպելու։ Ովքեր կլինեն այդ եկեղեցու մեջ, քահանայից սկսած, հոգևորից, դրանք բոլորը Քրիստոսի ծառաներն են, դրանք տերերը չեն, նրանց համար չպիտի գնաս այնտեղ։
Երբ որ մեկի տուն սիրելի տուն գնում ես, տան դուր ուրիշ մեկն է բացում քիթում ռութով, դու հետ չես դառնում, որովհետև դու իր համար չես եկել այդ տուն։ Այնտեղ լիքը անցանկալի մարդիկ կան, բայց մենք չենք գնում այդտեղ, որովհետև մենք նրանց համար չենք եկել, մենք եկել ենք այն մարդուն, ում սիրում ենք։ Մենք գնում ենք եկեղեցի Քրիստոսի սիրո համար։ Չենք գնում քահանայի համար, չենք գնում տեսնենք որ հավատացյալը ինչ հագավ, ինչ արեց, ինչպես եկավ, ինչ խոսեց։ Պետք է փակեք ձեր ականջները այդ ամենի համար։ Դուք գնում եք Քրիստոսի հետ դեմ առ դեմ խոսելու, ձեր սերը խոստովանելու, Քրիստոսի սիրո խոստովանությունը լսելու, Քրիստոսով երջանկանալ դուրս գալու։ Սա է մեր նպատակը այս աշխարհի մեջ։ Նրանք, ովքեր այլ պատճառաբանություններ կգտնեն, ուրեմն իրենք չեն հավատում իրականում Քրիստոսին։ Միայն հավատում են Քրիստոսի գոյությանը, բայց ոչ երբեք իր ներկայությանը մեր կյանքի մեջ։ Եվ այս ներկայության համար է, որ Պողոս Արաքյալը այսօր մեզ համար աղոթեց, խնդրեց, որպեսզի մենք կարողանանք Քրիստոսին բնակեցնել մեր մեջ, սիրով հաստատված, ամրացած լինենք, որպեսզի աղոթքով զորանանք մեր ներքին մարդու մասին, մտածենք մեր ներքին մարդու քայքայումից փրկենք եւ կարողանանք հաջորդ շաբաթվա մեջ տեսնել, թե այդ սեր ինչքան խորություն ունի, ինչքան խորն է, ինչքան լայն է, ինչքան մեծ է, որպեսզի Քրիստոս հավիտենական ներկայությունն մեր կյանքի մեջ սիրելիներ։ Այսքան այսօր, թղթերը օրհնի բոլորիս, խաղաղության մեջ պահի, որպեսզի սերը, որ մահվան պես հզոր է, երբեք չտկարանա ձեր կյանքերի մեջ։ Թույլ տվեք այդ սերը ամեն օր բացվի ձեր կյանքի մեջ։ Եվ ինչպես որ գետակը գնում է իր ճանապարհին ամեն ինչ կանաչ է բերում, կենթանություն է պարգևում, թույլ տվեք ձեր սերն էլ ձեր ամեն օր ձեր երակների մեջով հոսի, որպեսզի ձեր կյանքի կենթանությունը զգաք այս աշխարհի մեջ։ Որևէ նեղության, դժվարության, փորձության առջև չտկարանաք, որովհետև միշտ հիշեք, Քրիստոս մեր մեջ է, մեր մեջ է բնակվում։ Իսկ եթե ինքը մեր մեջ է, չի կարող մարդը չհաղթահարել որևէ դժվարություն ու փորձություն, որովհետև այս ամենը Քրիստոս իր վրա վերցրած տանում է, մեզ էլ իր ուսերի վրա դրած տանում է, որպեսզի մենք չվախենանք այս խավար աշխարհի մեջ։ Աստված պահապան բոլորիս իրար։